Վրթանես, եւ այս հարցի հետ կապված նաեւ կուզեմ ձեր գնահատականը լսել, նախկին քահանա Տեր Արամը, որ հիմա այլևս հայտնի է Ստյոպա անվամբ, նաեւ առաջինն էր, որ այդ Հուդա անունը իր վրա վերցրեց, Ինչ է անում, եկեղեցին երբ ինքը ծառայության մեջ էր, եկեղեցին վերջինիս տուն էր տրամադրել եւ հիմա փաստացի այս անձը ոչ միայն կարգալույծ է, նաեւ բանալիները չի վերադարձնում եկեղեցուն, որպեսզի տունը հանձնվի մյուս քահանային, ըստ էության դավաճանություն, տիրադավ լինել ու այս ամենին նաեւ զուգահեռ վերջինս գող է, այսպիսի վարքագծով։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Երախտագիտության զգացումից զուրկ անձնավորություն է, նախ ստախոս է ինքը, ժամանակին լույս մանկանց ծրագրով, երբ որ տենց հանդիպում էինք կազմակերպել բյուրականում, ինքը եկեղեցու բակում կոշիկներ էր վաճառում, իբր թե ընկերոջ խանութը հարկային փակել էր եւ այլն, երբ որ ասացի բառանցը դմեի, որ այս կոշիկները վաճառում ես, Նիկոլ Փաշյանը բռնի ասի ոնց է սենց վաճառում առանց դմե, ինքը Նիկոլին սեռական բնույթի հայոյանք տվեց, բոլորիս ներկայությամբ, մեկի տեղը տասնյակ վկաներ ունեմ իր այդ լկտի պահվածքի, անցյալ օրը Սիմե Ջեբեջյանը այդ հարցն է ուղում այս խաբեբային եւ ինքը չեք պատկերացնի ինձ ձևով է շրջանցում հարցը, փորձում իմ հանդեպ վիրավորական արտահայտություններ անել, ընդամենը պատասխանելու փոխարեն բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում առանց ՀԴՄ-ի կոշիկի վաճառքով զբաղվել է, թե չէ։ Էլուր մնաց Ստեփան Ասատրյանի նման ստորը, որ Մայր Աթոռը իրեն բնակարան է տրամադրել քահանա եղած ժամանակ, կարգալույծ լինելուց հետո չփորձի Նիկոլ Փաշյանի ասենց աջակցությամբ Մայր Աթոռի բնակարանը յուրացնել։ Խի Նիկոլ Փաշյանը Սամվել Կարապետյանի հեծը կյուրացնի, մեծ ներդրում արած հեծը կյուրացնի, Ստեփան Ասատրյանը մի բնակարան Մայր Աթոռից չի յուրացնի, ծառան պետք է տիրոջը նման լինի, որ իրար համապատասխան լինեն։ Նիկոլ Փաշյանի արժանի հոգեզավակն է։ Հասկացա։ Եվ Տեր Վրթանես, ինչ սպասել առաջիկայում եւ մենք որպես հավատավոր ժողովուրդ եւ նաեւ այո իրականում այս process-ը նաեւ եկեղեցու ներսից մաքրման process էր, մենք տեսանք թե ինչ արժանապատիվ հոգեվորականներ ունենք առաջին հերթին, հավատավոր մարդիկ եւ նաեւ հավատավոր հայ ժողովուրդ, մենք այս մասով ինչ անելիք ունենք, պաշտպանելու հայ առաքելական եկեղեցին եւ վեհափառ հորը։ Պիտի մեր Սուրբ եկեղեցու կողքին լինենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին լինենք, վեհափառ հայրապետի կողքին լինենք եւ հավատարիմ լինենք Աստծուն։ Եվ փառք Աստծո, Աստված երբեք չի մնացել Նիկոլ Փաշինյանների, Ստեփան Ասատրյանների, Արամայիս Թոխմասյանների եւ չգիտեմ Նիկոլական գազելուն տեղավորված տիրադավ եպիսկոպոսների կամ անաթոռ ոտքի վրա մնացած որոշ բարձրաստիճանների հույսին։ Թող ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատարիմ են, իրենք հավատարիմ են նաև իրենց ազգային արժեքներին, իրենց մայր եկեղեցուն, վեհափառ հայրապետին, իսկ ովքեր ուրացել են Աստծուն, իրենց համար սրբություն են դառնում նյութական բաները։ Երեք նույնիսկ համացանցում շրջանառություն եղավ, որ այս հայտարարություն անող քահանաներին ինչ գիտեմ որքանով է ճիշտ 30 արծաթին համարժեք դրամով են հրախուսել դմանատիպ հայտարարություններ համացանցում անելու, բայց փառք Աստծո եկեղեցում իրենք եւ քանակ եւ որակ չեն կազմում։ Եվ Տեր Վրթանես նորից այս հարցին գալով, երբ ինքը Հիսուսից ներողություն էր խնդրում վերջինիս մենակ թողնելու համար, ու իրենց այդ հայտնի այդ երգով հիշում եք, մենակ չես, եւս մեկ անգամ պետք է խնդրեմ այս մասով ձեր բնորոշումը տաք, սա ինչի դրսևորում էր։ Նիկոլ Փաշյանը իր ձախողումները փորձում է իրենից բացի ուրիշների վզին փաթաթի, ինչպես տեսնում ենք, այս տիրադավ եպիսկոպոսները ոնց են իրենց թեմում եղող են խեղճ քահանաներին տարբեր միջոցներով պարտադրում դուրս գալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ վեհափառ հայրապետի դեմ։ Իմ հարգանքն ու խոնարհումը բոլոր են
հոգևոր հայրերին, քահանաներին, հայ սուրբերին, սարգսակներին ու դպիրներին, որոնք իրենց հավատքի մեջ անսասան են։ Եվ իմ արհամարանքը բոլոր են ուխտադրուժ հոգեբորականներին, որոնք ուրացել են Աստծուն, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Վեհափառ Հայրապետին եւ իրենց հոգեվոր եղբայրներին։ Չլինենք Մատնիշ Դավաճան, Ջան Զրպարտիչ Ստեփան Ասատրյանի նման, լինենք ուխտապահ հոգեվորական։ Շնորհակալ եմ, Տեր Վրդանես։ Աստված օրհնի ձեզ, ամենալավն ու բարին եմ մաղթում, հարգելիս։ Շնորհակալ